Вообще ուզում եմ ավելի լավ մարդ դառնամ իմ պատկերացումներով էլի լավ, որտի ոնց որ անընդհատ կա ու անընդհատ ինչ-որ այդ ուղղությամբ ջանք ես գործադրում ու ստացվում է գնալով ավելի լավը դառնալ, բայց մեկը միշտ ահավոր հեռու ես քո ինչ-որ պատկերացրած թեկուզ լղոզված արդյունքից։ Երևի իհարկե ինչքան աշխատում ես, այնքան ստանդարտներդ են բարձրանում, դրա համար գնալով ավելի ու ավելին ես ձգտում։ Պրոստը վատն է, որ մեծ հաշվով գոհ չես ելնում էլի քեզնից։ Ոնց որ երբ որ նայում ես հետ, գոհ ես լինում խոսքի ինչ ձև էի ես մի տարի առաջ կամ 2 տարի առաջ ու ինչ ձև եմ հիմա։ Ջոգում եմ, որ այդ իմ տարած աշխատանքը ինչ որ անիմաստ չի եղել, ինչ որ մի բանի բերել է։ Բայց համը չեմ կարող ասեմ, որ բերել է նրան ինչ որ ուզում եմ, որտեվ մեկը պահիտակ շատ դժգոհ եմ ինձնից։ Ու օրինակ ուրիշ մարդկանցով հիանալը շատ ավելի հեշտ է թվում, քան ինքդ քեզնով։ Ինքդ քեզնով ոնց որ չկարանաս։ Վրոդի վատը չես, բայց մեկը նայում ես ասում ես դե հենց միջին։ Երևի այդ իհարկե նրանից է գալիս, որ դու ինքդ քեզ լավ ես ճանաչում ու երբ որ ուրիշին ես նայում ու հիանում ես իր ինչ որ դրական կողմերով, որոնք որ քեզ են տենց ոգևորում, բայց իր բացասականները դաժե կարող է չիմանաս էլ, որովհետև դրանք մենակ ինքը գիտի։ Բայց քո դեպքում սաղ գիտես ու դրա համար չի լինում տան շատ գոհ լինել։ Չնայած որ երևի պետք է սովորել ամեն դեպքում կարողանալ ինքդ քո դրական բաների վրա ֆիքսվել, ոչ թե ասում եմ բացասականը անտեսել, այլ գոնե դրականը համապատասխան գնահատականի արժանացնել, էլի ոչ թե դրականը ընդունել որպես դե տենց է պիտի լիներ, իսկ բացասականը չէ։ Ոնց որ մի կողմից դա իհարկե օգնում է, որ ավելի ձգտես, որ ֆիքսում ես բացասականի վրա, այդ օգնում է, որ ձգտես ավելի լավանաս, քո վրա աշխատես, ինչ որ մոտիվացիա լինում, բայց դրա հակառակ կողմն այն է, որ բավարարվածություն երբեք չես ստանում։ Հաճա սաղ աշխատանքը վրոդի տարվում է հենց բավարարվածություն ստանալու համար, էլի։ Вообще любой բանի վրա աշխատելը ոնց որ վերջնական այն ինչին որ ձգտում ես, այն է որ դու բավարարված լինես այդ դրանով, բայց ինքնակնդատությունը դրան խանգարում է։ Մեկ օգնում է իհարկե, երբ որ քո համար կարևոր մարդիկ են այդ նկատում ու ոչ թե տիպը նկատում են ասում, «Ո դու փոխվել ես», այլ որ ինչ որ մի բան են գնահատում քո մեջ, որի վրա որ դու աշխատել ես, ու մենակ դու ես իմանում, որ այդ քո աշխատանքի շնորհիվ է, որ այս պահին այդ եղավ ու քո համար կարևոր մարդը այդ նկատեց, ու այդ դրանից եւի ինչ որ բավարարվածություն կա։ В принципе, даже եթե չնկատեն ուրիշ մարդիկ էլի օքեյ է, բայց օքեյ չի ոնց որ հակառակ բանն ալնում, այդ էմոցիան առաջացնում, երբ որ այն ինչի վրա որ դու լիքը աշխատել ես ու դու գիտես, որ ինչ որ բաների հասել ես, ուրիշ մարդիկ այդ անտեսում են կամ հակառակ այդ ուղղությամբ են ինչ որ դժգոհություն ունենում, ոնց որ եթե վերցնենք երկու հոգու փոխհարաբերություններ, խոսքի կլինի դա ինչ որ ընտանիքի անդամ, թե ընկերներ, թե սիրած մարդ, ինչ որ եթե դու ինչ որ բանի վրա աշխատել ես, որը քեզ սարքել է ավելի ոնց որ քո վրա աշխատած մարդ այդ հարաբերություններին նպաստող, ոչ թե այդ հարաբերությունների խաթր ես տիպը աշխատել, այլ այդ քո աշխատանքը նպաստում է այդ հարաբերությունների ավելի լավը լինելուն, ու քեզ դա են ինչ որ բան անում, կամ դաժե կարա պրետենզիա չլինի, բայց որ էդի անտեսվում է, էլի, ասենց այդ վաղտ ուզում ես սա էս իմ վրա լիքը աշխատանք եմ տարել, որ հիմա այ սենց է,
որ հիմա խոսքի իմ հետ թեթև է շփվելը քո համար, որ խոսքի ես քեզ չեմ ծանրաբեռնում եւ այլն, ուզում ես տենց բաները գնահատվի, էլի, որտեղ մեծ հաշվով ինչ որ բաներ, որոնց որ մեր վրա աշխատում ենք, այդ աշխատում ենք ուրիշ մարդկանց հետ ավելի լավ փոխհարաբերություններ ինչ որ ունենալու համար, դաժե նկատի ոչ թե ինչ որ նպատակային կոնկրետ էս մարդու հետ, այլ առասարակ, որ հասարակության մեջ փորձես քո լավագույն վիճակին հասնես, ու երբ որ քո вообще գլխավոր բաներից մեկը, որի վրա որ դու աշխատում ես, քո կյանքում հենց այդ է, այդ քո վրա աշխատելն է, այդ վաղ տաբիդն է, երբ որ մարդիկ կարան ոնց որ այդպես չի էլ այդ մարդիկ պետք է գնահատեն, այս չի իրանց մեղադրելու է, բայց ոնց որ այդ բանը ունենաս էլի աբիդնին են, որ դու ոնց որ այդ անում ես նրա համար, որ ինչ որ մի ուղղությամբ գնաս դեպի ավելի լավ փոխհարաբերությունների, բայց արդյունքում հենց այդ դրա մեջ է ինչ որ դժվարությունների ես բախվում, ու այդտեղից այդ հիասթափությունն է մի քիչ լինում, որ չես ջոգում, որ ուղղությամբ պետք է աշխատես, որ սյոտիկի քո ուզած բանին հասնես, արդյունքին ու ելքին, էլի։ Նավշե իհարկե երևի ճիշտը հնարավորինս փորձես կտրվել ուրիշների գնահատականից ու ադաբրենիայից, պրոստը իմ մոտ հələ որ ինչքան էլ որ ես փորձում եմ, բայց մեկը լրիվ չի լինում կտրվել, որտեղ ինչ որ բայի բախվում ես քո համար կարևոր մարդկանց, մեծ հաշվով երևի դաժե կարևոր մարդկանց բաներից, կարծիքներից չգիտեմ, կարծիքները հաշվի առնել որպես կարծիք երևի պետք է, որտեղ մարդիկ որ կարևոր են, պատահական չի որ կարևոր են, բայց այ բան, ադաբրենիա, հայերեն չգիտեմ ոնց կլինի, ոչմ ադաբրենիա, այդի երևի դաժե հարազատ մարդկանց դեպքում չպետք է այդ լինի քո մեջ էլի, այդ դրա ակնկալիքը, որտեղ արդյունքում ինչքան էլ տարբեր տեսակի հարաբերություններ են կառուցվում, տարբեր մարդիկ կան քո կյանքում, տարբեր աստիճանի կարևորության ու տարբեր ոնց որ տարբեր շփումներ ունես դու իրանց հետ, ոնց որ մեկը շատ է քո կյանքում, իսկ մյուսը քիչ, ու անկախ այդ ամեն ինչից դու մեկը ինքդ քեզնով ես էլի այս կյանքում, այդ չի արժեզրկում այդ մարդկանց դերը քո կյանքի մեջ, բայց ամեն դեպքում դու մենակ ես, ոչ այդ արտահայտության տխուր իմաստով, այլ որպես փաստ, քո կյանքը այդ սաղ քո պրիզմայից է, քո աչքերով է ու քո շուրջը, այդ թվում և քո կյանքի ընկալումը ու քո ընկալումը այն մարդկանց, ովքեր որ քո համար թանկ են, ու իրանք էլի շատ կարևոր են, բայց դու ինքդ քո հետ պետք է հաշտ լինես, իսկ ինձ թվում է քանի դեռ դու չես կարողանում շրջակա աշխարհի հետ հաշտ լինես ու ինչ որ սպասում ես ուրիշների բաներին, գնահատականներին, ոնց որ այդ շերտը մի հատ պետք է անցնես, որ հետո կարողանաս ինքդ քո հետ հաշտը լինես, նույնիսկ հակառակը, եթե դու քո հետ հաշտ լինես, այդ մնացածն է արտաքին բաները քեզ այդքան չեն կպնի, բայց դա մարդուն ինքն իր հետ դժվար է, ամեն դեպքում, ոնց որ ինքդ քեզ հասկանալ, բան, ու շատ տարօրինակ է, որ մենք այդ ամեն ինչ թողած փորձում ենք ուրիշներին հասկանալ, ոնց որ մեզ չհասկանալով, նույն տիպը կարևոր է փորձել ուրիշներին հասկանալ, որտեղ շփվում ես այդ մարդկանց հետ եւ այլն, ու հա կարևորություն կա դրա մեջ միանշանակ, բայց ուզում եմ ասեմ, որ տարօրինակ չի, որ չես կարողանում հասկանալ իրանց լիքը դեպքերում, ոնց որ շատ է ալնում էլի, որ ինչ որ
կարևոր մարդու փորձում ես հասկանաս ու չես կարող ինչ-որ բաներում ու տենց նեղվում ես ու չես ջոգում, խիչ ես հասկանում, չես ջոգում ինչու՞մ է խնդիրը եւ այլն։ Բայց դու մի բան որ նայես, որ դու ինքդ քեզ լիքը հարցերում չես հասկանում, մի տեսակ շատ տրամաբանական է, որ ուրիշներին է вообще չհասկանաս։ Ոնց որ ուրիշ ոչ մեկի հաստատ ավելի լավ չգիտես, քան քեզ, բայց ուղղակի քեզ իմանալն է հերիք չի որ հասկանաս։ Նա իմանալն է, որտեղ շատ ինչ որ հարաբերական է, էլի։ Ինչքանով դու ինքդ քեզ գիտես։ Այնքանով գիտես, ինչքանով որ ուղեղդ ունակ է անկալի ու այնքանով ինչքանով որ ուղեղդ ֆիքսված է հենց քո վրա, իսկ ուղեղդ 100%-ով չի քո վրա ֆիքսված։ Ու այդ հասկանալ նկատի ունեմ հասարակ ինչ որ քո ցանկություններ, բան, вообще ինչ ես ուզում ես կյանքում։ Ինչն է քո համար կարևոր բան։ Որտեղ ինչ որ բայ այդ պրիորիտետները կան, ինչ որ մի ձև կառուցված, բայց շատ փոփոխական են, շատ պահի հետ են կապված։ Ոնց որ այդ է շատ ինչ որ կայուն բան չի, էլի։ Մյուս կողմից իհարկե ինքնազարգանալն ու նման բաները նույնպես բավական անիմաստ են թվում։ Այդ ամեն ինչը, որտեվ իտոգում ոնց որ ինչքան ուզում ես աշխատի քո վրա բանը, ինչ ուզում ես դառի, վերջում մեկը մեռնելու ես ու այդ սաղ ոնց որ կորի գնա։ Ու դրա համար միակ բանը ոնց որ արդարացնող տարբերակը այն է, եթե տենց կարմայի ու նման բաների գաղափարներ կա, որ տենց դու քո հոգու վրա տիպը որ աշխատես, ու դու ինքդ քո վրա որ աշխատես, տենց քո հոգին կսնուցվի ու հետո որ մեռնես, քո հոգին չի մեռնի ու հետո արդեն հաջորդ մարմնի կամ չգիտեմ ինչի մեջ որ հայտնվի, արդեն կայֆոտ հոգի կլինի, էլի, արդեն մի քանի level բարձր կլինի։ Այդ ոբշի լավ բան է, լավ հավատալու տարբերակ է, էլի, որտեղ տենց բաների որ հավատում ես մի քիչ իմաստ ձեռք բերում է իհարկե ամեն ինչ։ Իսկ նենց այդ ինքնազարգանալը իմաստ ունի մենակ քո կյանքի կտրվածքով, հետևաբար ինքը вообще պարտադիր բան չի, որտեղ եթե դու դրանից բավարարվածություն չես ստանում, կամ դրա մեջ որ կարևորություն չես տեսնում, կարաս вообще դրանով չզբաղվես, по идее, որտեղ մեկը մեռնելու ես։ То есть եթե քեզ ավելի кайֆ է вообще ոչ մի բանի մեջ չխորանաս, ոնց որ այդ վկլադդ մեկը ոչ միտեղ չի գնալու, եթե այն մի տարբերակը չկա, այդ հոգի սնուցելու։ Այն դեպքում կարաս պրոստը լռես, չգիտեմ, PlayStation խաղաս սաղորը ու մեռնես։ Ու իտոգում մեռնելու ես նույն ձև ոնց որ ինչ-որ մի հատ ենթադրենք փիլիսոփա կամ ինչ-որ մի հատ միլիարդատեր։ Դրա համար ինձ թվում է արդիկ ոչ բոլոր տեսակի բաները հնարել են արդեն ելքերը տարբեր ինչ-որ կրոնների ու ուղղությունների մեջ, որ ինչ մտքովդ անցնի մի բան գտնես հավատալու, էլի, որը քեզ անիմաստ թվա, ինչ որ մի բան արդեն մտածել են, որ այդ է իմաստավորի։ Բայց թվում է տենց է մարդիկ բանն անում, էլի, որոշում են ինչին հավատալ, ոնց որ ինչի պակասը որ ունեն, որտեղ որ իրենց փոփոխ միտք են լսում, դրան է հակված են հավատալ։ Ոնց որ մարդիկ միշտ կարիք ունենան որ մեկը ասի, որ սաղ լավ է լինելու, բայց հենց այդ բանալն է արտահայտությունը, որ սաղ լավ է լինելու, դա չի հերիքացնում մարդկանց, իրենց պետք է մի քիչ ավելի արգումենտներ լինի, դաժե եթե այդ արգումենտները մեր այս կյանքի շրջանակներում չեն աշխատում, մեկը թեկուզ ինչ-որ տենց ավելի հեքիաթային ինչ-որ բան էլ որ լինի, մեկը դա ավելի լավ է, քան պրոստը ասել, որ սաղ լավ է լինելու, որտեղ սաղ լավ է լինելուն ոչ մի հիմք չունի, իսկ այն մյուսը, տենց քո համար մեծ հաշվով էլի հիմք չունի, որտեղ այնտեղ խոսքի ինչ-որ մեկը ասում է ես զգում եմ, ես չգիտեմ, այդ բանով չեմ ասում, էլի,
սկեպտիցիզմով չեմ ասում, ոնց որ կարող է իրոք զգում եմ, բայց ուզում եմ ասել, որ ինչ որ մեկը ասում որ ինքը դի զգում է ու խոսքի ինչ որ գերբնական բաներ, հա, որոնք որ ամեն մեկին չի տրված կամ գուցե ոչ մեկին չի տրված, ու այն որ ասում որ իրան տրված է, ինքը խափում է, իսկ միգուցե չի խափում ու իրան իրոք տրված է։ Բայց ամեն դեպքում ինչ որ գերբնական բան է։ Ու քեզ ասում է, որ ես այս բանը զգում եմ, դրա համար որ դու մեռնես, սենց կլինի, ու տիպը սա լավ կլինի։ Ու դու ոչ մի հիմք էլի չունես այդ դրան հավատալու, որտեվ դա ինքն է զգում, ոչ թե դու չգիտես ինքը զգում է թե չէ։ Բայց քանի որ այդ տենց ավելի սփոփիչ ինչ որ բան է, ասում ես, դավայ ես հավատամ, ու դավայ հավատամ, որ ինքը զգում է դա։ Աշե իմ կյանքում էլ ա եղել ինչ որ բաներ, որ ես տենց վրոձի զգացել եմ, ոչ թե հենց այս ինչ որ խոսացի, այլ ինչ որ բաներ, որոնք որ մի քիչ տենց գերբնական է թվում, ոնց որ ինչ որ ստանդարտ քո կյանքից ու զգացողություններից դուրս ինչ որ բան ես զգում, ու տենց իմ մոտ եղել է, բայց հետո որ դա անցնում է, դա հետ ես նայում ու ասում ես, հա որ ես իրոք հա զգացել էի, թե всё-таки ինչ որ ուղղակի ինչ որ բաներ, որ ինձ այդ պահին ավելի ցանկալի էր այդ գնահատական տալ, որ ես ինչ որ գերբնական մի բան եմ զգացել։ Որ կարա գերբնական թվային ինչ որ արտասովոր է, էլի պրոստը, բայց տեղի դու դա զգացիր, ոնց որ կարող է ինչ որ ենթադրենք կրոնի մեջ մարդ քեզ մի բացատրություն տա դրան, իսկ օրինակ ինչ որ գիտնական լրիվ այլ բացատրություն տա, տեղի դու դա զգացիր։ Ու տենց գիտնականի բերածը իհարկե այդքան հավես չի արդեն, որտեվ պրոստը բացատրում է թե ինչ քիմիական ռեակցիաներ եղան, ու տենց սա արդեն էլի անկապադառնում։ Իսկ ցանկություն հավատալ ինչ որ գերբնական բանի իհարկե կա, որտեվ երբ որ պատասխաններ չես գտնում այս կյանքում, տենց հավես է մտածել, որ ես չեմ գտնում պատասխաններ, որտեվ պատասխանները ուրիշ տեղ են, որտեղ ես դեռ չեմ հայտնվել։ Քո վրից գցում ես բան էլի մի քիչ, գցում ես նենց տեղ, որը որ քեզ պրոստը հասանելի չի, ու ասում ես դե հիմա ինչ տանջում։ Այդ ինձ հասանելի չի ուղղակի։ Բայց համ էլ ես չեմ բացառում, որ կա տենց մի բան էլի։ Ոնց որ ինչքան էլ համարում եմ դա քո վրից պատասխանատվություն գցել, բայց դե կյանքը նենց բան է, ինչ որ բարդ բան է, ու մենք այնքան պստիկ ենք, որ ինչ ասես կարա լինի։ Ինձ թվում է տենց մի ինչ ասես մի բան էլ կա էլի իտոգում։ Դաշե լուբոյ ոչ ստանդարտ մեր կյանքից ինչ որ մի բանի հավատալը ոնց որ միշտ ցանկալի է էլի։ Շատ չգիտեմ ում համար ցանկալի, ում համար չէ։ Իմ համար մի քիչ ցանկալի է, որտեղ տենց ավելի հետաքրքիր է թվում, բայց ինձ թվում է լիքը մարդկանց համար է կակրած անցանկալի կլինի, որտեղ հազիվ սենց ենք մի ձև գլուխ անել, ինչ ենք անում բան, մի հատ вообще պարզվի ամեն ինչ ուրիշ ձև է։ Բայց խոսքի ես կուզեի, որ ինչ որ ոչ ես կուզեի, որ իմ կյանքի օրոք այլ մոլորակայիններ հայտնվեն, ինձ թվում է կայֆ կլիներ։ Դաժե եթե այդ լիներ սենց մեռնելուցս ոչ շատ առաջ, աբիդնի կլիներ իհարկե, բայց մեկը ավելի կայֆ կլիներ, քան եթե իմ սաղ կյանքի ընթացքում չլներ։ Ինչ որ արելի հետաքրքրությամբ կմեռնեի էլի ես, նոր սենց արդեն մահամերձ պարկած եմ, մեկ է տեսնում այլ մոլորակայիններ են, բայց դա չի ուզի նրա արդյունքում լներ, որ պրոստը գժվել եմ տարիքի հետ, էլի, կուզեի ես իմանայի, որ ես ադեկվատ եմ ու մեկ է հոպ տենց բան ալնում, ու մենակ ես չտեսնի, էլի բոլորը տեսնեին ոնց որ, դա ինձ թվում է կայֆ կլներ, որ տենց գոնե մեռնելուց առաջ կասեի, պաստորեն всё-таки հա։ Ու այդ պայն կջոգի, որ ամեն ինչ вообще նես չի, ոնց ես պատկերացնում եմ, ու դա երևի հավես զգացողություն կլներ մեռնելուց։
Շնես մյուս կողմից կարող մանթոն գնի, որ բայլխի է եսքան մտածում ոնց է ամեն ինչ, եթե պտի պարզվի, որ նես չի ոնց պատկերացնում։ Բայց ոչ ինչ, մեկը հետաքրքրության մեջ մեռնել է ինձ թվում է, ոչ։ Շնայած ինձ թվում է, եթե մեռնում ես, պրամ գիտակցում ես, որ մեռնում ես, հետաքրքրությունը պրամ անպակաս է քո ուղեղից, որտեվ հաստատ մտածում ես, թե ինչ է քեզ սպասվում հիմա։ Всё-таки ոնց որ անկախ նրանից, թե սաղ կյանքդ ինչ ես հավատացել, Աստծո գոյությանը, թե Աստծո բացակայությանը, թե вообще ինչ ուրիշ մի բանի, մեռնելուց առաջ ինձ թվում է մի վայրկյանվա ընթացքում բոլոր հնարավոր տարբերակները կասկածի տակ ես դնում։ Շնայած կարող է շատ ուժեղ հավատացյալները կասկածի տակ չեն դնում, կարող կակրած շատ վստահ են, որ վերջապես այդ պահը եկավ։ Բայց դե երևի կախված է նայես, թե ինչ ես զգում մեռնելուց։ Խոսքի եթե ուժեղ ցավեր զգաս, դժվար է այդ պահին տենց պոզիտիվ տրամադրվես։ Շնայած հակառակը ուժեղ ցավերի վաղտ կակրած էդի սփոփի։ Вообще լավ անցավ մեռնելը իհարկե։ Просто ոչ չջոգես է։ То есть ոչ թե կտրուկ վատ լինի ու անջատվես, ոնց որ ասենք ոչ սերտը կանգնում է մարդու, ինձ թվում է մի պահ մինչև այդ շատ վատ է լինում։ Շնայած մյուս կողմից տենց դեպքերում ասում են, բժիշկները ասում են խոսքի ինքը ցավ չի զգացել, այդ երևի վատ չի։ Դա վատ այն մարդկանց համար, ովքեր որ հետո քեզ կգտնեն այդ վիճակում եւ շոկի կընկնեն։ Բայց հենց մեռնողի համար երևի լավագույն տարբերակն է։ Որ просто вообще ժողովուրդ խոսքի կոմար պարկես քնելու даже էական չի ինչ որ մտքերով, թե առանց տիպը վաղը ինչ ես անելու։ Բայց քնես այն մտքով, որ վաղը զարթնելու ես, ու չզարթնես։ Ու всё, ինձ թվում է վատ չի։ Հետաքրքիր է, որ անկախ նրանից, թե դու վաղվա ինչ պլաններ ես գծել ես вообще թե չէ, մտածում ես վաղը կզարթնեմ, կջոգեմ, թե մտածում ես արդեն դեմի մի շաբաթվա գրաֆիկդ ինչ ես անելու, դու просто քնում ես ու այդ երկու տարբերակն է չեղարկվում են։ Նա այդտենց վաղ ջոգում ես, ինչքան անիմաստ է вообще պլանավորելը любой վաղտ, любой տարիքում։ Սա պարզ է ինչ իմաստ ունի, то есть ինչ որ ստանդարտ իմաստ ունի այդ ամեն ինչը, որ всё-таки եթե չես մեռնելու, հետագայի մասին մտածես, որ սա լավ լինի, բայց այս պահին լավ չի խոսքի, բայց դա հեչ, ոչինչ հետո լավ կլինի, բայց հետո կարող է հետո ընկա ու ջոգես, որ էլի լավ չի ու քո պատկերացումները вообще անպատասխան չէին իրականությանը։ Բայց դրանից զատ ոնց որ եթե իրոք կա այդ ռիսկը, որ կարող է քնես ու չզարթնես, ու եթե ոչ այսօր, ուրեմն վաղը, ու եթե ոչ վաղը, ուրեմն 10 կամ 30 կամ 40 տարուց, տարօրինակը այս պահը պրոստը անտեսել, նո տենց անվերջ պլանավորել, որտեվ կարող պրոստը քնես ու չզարթնես։ Вообще իմ ջոգելով ամենակայֆը կլներ, եթե այդ մեռնելն ինձ էր, որ ասում են քնելը չի արթնացել, որ այդ չի արթնացելը իրոք լինի նրա մասին, որ դու քնած ես, то есть դու քնես ու էլ երբեք չզարթնես, բայց դու լինես քնած ու երազներ տեսնես ու այդ երազների մեջ ապրես։ Ես իհարկե հասկանում եմ, որ դա շատ քիչ հավանական է, որտեվ մեր երազները շատ ուղիղ կապ ունեն մեր կյանքի հետ, եթե չլինի կյանքը, չեն լինի երազներ, բայց դա մի բավ всё-таки պատկերացնենք, որ տենց կարա լինի, ես անձամբ լավ երազներ եմ տեսնում, ես կուզեի տենց։ Ну լավ ասելով,
միշտ հետաքրքիր է, կարող է իրանք լավը չեն, բայց միշտ հետաքրքիր են։ Էդի կայֆ կլներ։ Ես դաժե մտածում էի, որ կայֆ կլներ, եթե պարզվեր, որ կայֆ ասելով հետաքրքիր sense, վաու կլներ էլի։ Եթե պարզվեր, որ իրական կյանքը այդ իրականում այն է, ինչ որ տեսնում ենք երազում, то есть անվերջ փոփոխվող իրականությունները, այդ է իրական կյանքը։ Իսկ մեր այս կյանքը, որը համարում ենք իրական, այդ է երազը։ Ու մենք ամեն անգամ ոնց որ արթնանալուց իրական ոչ թե արթնանում ենք, այլ քնում ենք ու սկսում ենք տեսնել այս, որտեղ մենք երազ սովորենք, որ ինչ որ բան է, որ փոխվում է, բայց պատկերացնենք, որ տենց չի, որ երազը այդ կակրած ինչ որ ստաբիլ, ինչ որ մի բան է, շարունակական, իսկ կյանքը դա փոփոխական ինչ որ իրականություններ է։ Ինձ թվում է բավականին վաու միտք է։ Մյուս տարբերակը, որ ինձ էլի դուր է գալիս, այդ այն է, որ երազները այդ իրականում տարբեր բաներ են, մուլտիվերսեր են, ու իրանք բոլորը տիպը իրական են, то есть просто մի պահ քո հոգին տեղափոխվում է այնտեղ, ու դաժե այն ինչը որ անիրական է համարվում մեր այս կյանքում, իրականում հնարավոր է այն մյուս իրականության մեջ։ Դեռ ենթադրենք մարդիկ չեն կարող թռնեն մեր աշխարհում, բայց այն մյուսում հնարավոր է, ու դա ոչ թե երազը, այլ ուրիշ կյանք է ուղղակի, ու դու դենց մի պահ պրոստ տեղափոխվում ես այնտեղ, то есть դու միաժամանակ ապրում ես այդ բոլոր կյանքերը, բայց հենց այդ երազի պահին դու մի պահ այդ կարող ես բանն ես այն մյուս իրականությունում գտնվող քո աչքերով նայես։ Ես էլ ինձ թվում է բավականին վաու միտք։ Ես մեկը вообще даже նրանով է հավես, որ ոնց որ դրանից ավելի հետաքրքիր դառնա ապրելը թեկուզ այս կյանքում, որտեվ դու գիտես, որ դու կաս անսահման ուրիշ իրականությունների մեջ ու միշտ լինելու ես։ Ոնց որ պրոստը դու երբ որ տեղափոխվում ես ուրիշ իրականություն քո երազի մեջ, դա քեզ հետաքրքիր է թվում, որտեվ դա քոնը չի, ու պլյուս դու ինչ որ հայլայթերի վախտ ես այնտեղ հայտնվում, ինչ որ սուր իրադարձություններ ես տեսնում այնտեղ, բայց նույնիսկ եթե ուրիշ իրականությունում դու քնես ու երազում տեսնես այս հիմիկվա կյանքը ու հիմիկվա կյանքի ինչ որ կարևոր իրադարձություններ, քեզ լրիվ նույնիսկ հետաքրքիր է թվալու։ Հիմա է որ մեր կյանքը մեզ տենց պայթակ ձանձրալի է թվում, որտեղ անդադ այդ ենք ապրում, բայց եթե մեր կյանքից վերցնենք մենակ ինչ որ հետաքրքիր իրադարձությունները, դա էլի վполне себе հետաքրքիր պատմություն է։ Ու երբ մեկ պետք է հիշել տենց բաների մասին, որ կարողանաս գնահատես քո հիմիկվա այս եղածը, որ ջոգես, որ դե մեկը հավես է, даже եթե սպայն ձանձրալի է, բայց լիք հավես բաներ եղել է, լիք հավես բաներ լինելու է, ու այդ սաղ հետաքրքիր է։ Որտեվ պահի ռուտինայի մեջ կարա սաղ շատ անկապ թվա, բայց իրականում կարելի է պրոստը մի պահ իրոք դնել ու հիշել, թե ինչեր է քո կյանքում եղել։ Ես սենց որ պահի տակ դաժե հիշում եմ որոշ ինչ որ բաներ, արդեն իսկ թվում է, որ անիմաստ չեմ կյանքս ապրել, ու ջոգում եմ, որ լիքը բաները հավանաբար առջևում են։ Եթե իհարկե նենց չլինի, էլի, որ այսօր քնեմ ու չզարթնեմ։